Սիրեներ խաղաղություն ձեզ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի անունով։ Կուզենամ ձեզ հետ կիսվել Աստծո խոսքի ճշմարտությունից։ Գրված Մատթեոսի ավետարան 16-րդ գլուխ 13 խոսքից կարդամ։ Տերը զորացնի ձեզ, որ իր խոսքը հաստատվի ձեր սրտերի մեջ, իր փառքի անվան համար։ Երբ Հիսուսը Փիլիպպիա Կեսարիայի կողմերն եկավ, հարցրեց աշակերտներին եւ ասեց. Մարդիկ իմ մասին ինչ են ասում, թե ով եմ ես, Մարդի որդին։ Եվ նրանք ասացին. Ոմանք ասում են Հովանես Մկրտիչն ես, ուրիշները Եղիան, ոմանք էլ Երեմիան կամ մարգարեներից մեկը։ Նրանց ասաց. Իսկ դուք ինչ եք ասում իմ մասին, ով եմ ես։ Սիմոն Պետրոսը պատասխանեց եւ ասեց. Դու Քրիստոսն ես, կենթանի Աստծո որդին։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Երանի ես դու, Սիմոն Հովնանի որդի, քանի որ ոչ թե մարմինն ու այրունը հայտնեցին քեզ, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Եվ ես էլ ասում եմ քեզ, որ դու Պետրոսն ես, եւ ես այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն հաղթահարելու այն։ Փառք Հիսուսին։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոս այս խոսքը բարձրաձայնեց իր աշակերտներին ոչ թե իմանալու համար, թե ինչ են մարդիկ իր մասին մտածում, կամ ինչ տարատեսակ կարծիքներ կա իր մասին։ Ես հավատում եմ, որ այս խոսակցությունը Տերը արեց, որ ավելի անմիջական դարձնի խոսակցությունը։ Հարցը հետևյալն է, թե մենք այսօր կարծիքներից ելնելով որ հետևում ենք Հիսուսին, թե ունենք հորից հայտնություն, թե ով է ինձ համար Քրիստոս։ Անմիջական ունեմ դավանություն, ով է իմ Աստվածը։ Սա հոր ամենագլխավոր բանը, որ ուզում եմ ցույց տամ ստեղ, որ ասում եմ մարմինն ու այրունը չասեցին քեզ։ Փառք Հիսուսին իր բոլոր ծառայողների համար։ Փառք Հիսուսին եկեղեցում դրված ծառայողների, առաքյալների, մարգարեների, ավետարանիչների, հովիվների, վարդապետերի, քահանաների համար, ովքեր շարժվում են կենթանի ու ճշմարիտ Աստծո խոսքով ու հոգով։ Փառք Հիսուսին։ Բայց ասում եմ մարմինը ու այրունը չասեց քեզ դա, չհայտնես քեզ դա, այլ իմ Հայրը, որ երկնքում է։ Սա հրաշալի հայտնություն է, որի հիմքում ընկած է եկեղեցու շինությունը, որի հիմքում ընկած է, որտեղ ոչ ոք չի կարող ուրիշ հիմք դնել, քան դրված այն հիմքն է, որ Հիսուս Քրիստոսն է։ Առաջի Կորինթացիներից 3:11։ Այնքան դիպուկ է սա, այնքան ճշմարիտ է սա, որ ես ու դու չտարուբերվենք, չսասանվենք, չկասկածենք, թերահավատություն չդրսևորենք։ Ով է ինձ համար Քրիստոս, անմիջական, նա իմ Տերն է, նա իմ Փրկիչն է, նա իմ Աստվածն է, նա իմ կյանքի սկիզբն է ու ավարտն է, նա իմ Թագավորն է, նա իմ ճանապարհն է, ճշմարտությունն է, կյանքն է, նա իմ հարությունն է, նա իմ ամենն է, փառք լինի Հիսուսին, օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Սա անմիջական եմ դարձնում իմ դավանությունը, ով է ինձ համար Քրիստոս, ու սա մարմնից ու այրունից եկած հայտնություն չի, մարդից եկած հայտնություն չի, սա իմ Հայրն է երկնքից իր հոգով բացե իմ սրտի մեջ, ով է ինձ համար Քրիստոս։ Ու Տերը խոստանում է, որ այս հիմքով, այս ճշմարտության վրա կկառուցեմ իմ եկեղեցին, եւ դժոխքի դռները չեն կարող հաղթահարել։ Նրանք կկռվեն քո դեմ, տարբեր իրավիճակներ կստեղծվի, բայց նրանք չեն հաղթահարի քեզ։ Շատ անգամ ընկնում ենք կասկածանքի մեջ, շատ անգամ թերահավատության մեջ, տարուբերվում ենք տարբեր ուսմունքներից ու քամիներից, որտեվ չենք հասկացել, չենք ըմբռնել մեզ համար ով է, մեզ բացե թե ով է ինձ համար Քրիստոս։ Դու այն երանիներից մեկն ես, ով քեզ Հայրը հաճեց բացի իր միածին որդուն, քեզ անմիջական դարձնի քո հարաբերությունը, քո դավանությունը քեզ համար։ Ու սա կատարյալ ճշմարտություն է, ու սես հիմքում ընկած է եկեղեցաշինությունը, որտեղ Տերն ասում է, ահա այս հիմքի վրա կկառուցեմ այս ճշմարտության վրա կկառուցեմ։ Մի թողեք, նայենք ոնց որ Սուրբ Գիրքն ասում մեր դավանության Փրկչին, մեր Աստծուն, մեր քահանայապետին դավանության։ Փառք լինի նրա անվանը, օրհնյալ լինի, դու երանելի ես, որտեղ մարմինն ու այրունը քեզ չի հայտնի, այլ Հայրը, որ երկնքում է։ Իր Սուրբ Հոգով հայտնել է քեզ ով է քեզ համար Քրիստոս։ Բռնի այս ճշմարտությունը, հաստատուն եղ այս ճշմարտության մեջ, մի կասկածի։ Սա հորից եկած հայտնություն է։ Շարունակի հարատևես սրբության մեջ, ճշմարտության մեջ, ճշմարտության ու սրբության մեջ, Աստծո հոգու մեջ։ Փառք լինի նրան, թող Տերը օրհնի քեզ, պահի քեզ, պահպանի քեզ, որ
դու հասցնի թույլ տաս Տերը հասցնի իր եկեղեցու շինությունը, որտեվ եկեղեցին դա դենոմինացիայի մասին չի խոսքը։ Եկեղեցին իմ մասին է խոսքը, քո մասին է խոսքը, ովքեր ունեն այս հոր հայտնությունը, ովքեր շինվում են, ովքեր կառուցվում են այս հայտնության ճշմարտության վրա, Աստծո հոգով ու խոսքով։ Թող Տերը զորացնի քեզ։ Փառավորվի Հիսուս Քրիստոսը մի կասկածի ու մի երկմտի։ Սա հորից եկած հայտնություն է, սա Աստծո հոգուց եկած հայտնություն է։ Մարմնից ու այրունից չի սա, այլ Աստծուց է, մեր երկնային հորից է։ Փառք լինի նրան։ Փառք լինի Հիսուսին ամեն բանի համար։ Տիրոջ խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ։